ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է. Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հնարավորություն է տեսնում Իրանում իշխանափոխության համար, քանի որ երկիրն ավելի թույլ է, քան երբևէ։ Նեթանյահուն տեսնում է իշխանափոխության հնարավորություն, քանի որ Իսլամական Հանրապետությունը 1979 թվականին հիմնադրումից ի վեր ավելի թույլ է, քան երբևէ։ Իսրայելը վերականգնեց Մերձավոր Արևելքը 2023 թվականի հոկտեմբերի 7-ին, Համասի աբեկչությունից հետո, մեկը մյուսի հետևից պարտությունների մատնելով Իրանին եւ նրա դաշնակիցներին, ասել է նա։ Միաժամանակ նա կասկած է հայտնել, որ հրեական պետությունը կկարողանա ամբողջությամբ ոչնչացնել Իրանի միջուկային ծրագիրը առանց ԱՄՆ օգնության։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կասկածներ է հայտնում Իրանի վրա հնարավոր հարձակման լիակատար հաջողության վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Axios-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Նրանց տվյալներով պետության ղեկավարն օգնականներից պարզում է, արդյոք կաշխատի Իրանի ամրացված օբյեկտները ամերիկյան հակատանկային ռումբերով ռմբակոծելու ծրագիրը։ Ինչպես նշում է պորտալը, պետության ղեկավարի անվստահությունը պատճառներից մեկն է, ինչու է նա դեռ կասկածում, արժե հարված հասցնել, թե ոչ։ Աղբյուրի խոսքով Թրամփը ցանկանում է համոզվել նման հարձակումն իսկապես անհրաժեշտ է, այն ԱՄՆ-ին չի ներքաշի Մերձավոր Արևելքում հերթական երկարատև պատերազմի մեջ, իսկ ամենակարևորը այն իսկապես կհասնի նպատակին, կոչնչացնի Իրանի միջուկային ծրագիրը։ Տաշիր ընկերությունների նախագահ գործարար Սամվել Կարապետյանը տեղափոխվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ, փաստաբանները չգիտեն որն է որոշման պատճառը։ Համեմատաբար վերջերս կառուցված քրեակատարողական հիմնարկում պահվում են եւ դատապարտյալներին եւ կալանավորված անձանց։ Սամվել Կարապետյանին իշխանությունը զավթելու հրապարակային կոչ անելու մեղադրանքով են կալանավորել։ Փաստաբանները պատրաստվում են բողոքարկել ընտրված խափանման միջոցը, այն է 2 ամսով կալանավորումը։ Հուլիսի 1-ից Հայաստան-Վրաստան ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների համար հսկիչ փաստաթուղթ կպահանջվի։ Զբոսաշրջության կոմիտեից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության եւ Վրաստանի կառավարությունների միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի շրջանակում համաձայն 4-րդ հոդվածի 2-րդ կետի սահմանվել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների հսկիչ փաստաթղթի, ուղևորների ցուցակի, փոխհամաձայնեցված ձևաչափ եւ դրա լրացման պահանջներ։ Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացվի էլեկտրոնային եղանակով, իսկ դրա տպագրված տարբերակը վարորդի մոտ պարտադիր ներկայացվի վերահսկող մարմիններին։ Նշված պահանջը ուժի մեջ կմտնի 2025 թվականի հուլիսի 1-ից։ Մենք չենք ուզում անհետ կորած զինվորների գործը մտնի փակուղի։ Այս մասին հայտարարել են Երևանից Բաղրամյան պողոտան փակած անհետ կորած զինծառայողների հարազատները։ Նրանք պահանջում են, որ պաշտոնից հեռացված Արմեն Աբազյանը վերականգնվի ԱԱԾ տնօրենի պաշտոնում, քանի որ նա է ի սկզբանե զբաղվել այդ հարցով եւ լավ է տեղյակ Ադրբեջանի հետ տարվող բանակցություններից ու գործընթացից։ Մենք Աբազյանի վերականգնումին չէի շեշտում, քանի որ նորից եմ ասում, ես այդ մարդու աշխատանքը տեսել եմ, ու մենակ ես չեմ տեսել, այդ ծնողներն են տեսել, քանի գերի է եկել, դա Աբազյանի գործողություններն ա եղել, ես չէ որ հիմա Աբազյանին մեծ արում եմ, եթե դու իր տեղակալը գա ինքը հավաստիացնի, երաշխավորի, որ ինքը այդ տեմպից չի ընկնի, հələ մի բան էլ ավել, ոչ պակաս կանի, մեզի ինչ ա պետք, մեզի մեր երեխեքն են պետք, մեզի ուրիշ բան պետք չի, շեշտում եմ նորից։ Հայրենիք կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն, ով 2018-ի հեղափոխությունից հետո առաջինն էր, որ նշանակվեց ԱԱԾ տնօրենի պաշտոնում, ապա սկանդալով ազատվեց, դժվարանում է ասել ինչու է աշխատանքից ազատվել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, սակայն նա չի հավատում Փաշինյանի պնդումներին, թե ուժային կառույցում գտնվող մարդը կարող է չկատարել իր անմիջական ղեկավարի հրամանն ու ցուցումները։ Քանի դեռ կա Նիկոլ Փաշինյանի ռեժիմը, ով կլինի ԱԱԾ տնօրեն, ոստիկանության պետ, ներքին գործերի նախարար, դատախազ, դատավոր, բոլորի դեմքին կպցնում եք Նիկոլ Փաշինյանի դիմակը ու բոլորին դիտարկում եք այդ տեսանկյունից։ Կարևոր չի այս պայինով, ասենք Արմեն Աբազյանի տեղը կնշանակվի Արմեն Աբազյանը կարող է չկատարել Նիկոլ Փաշինյանի հրահանգը։ Ես չեմ հավատում, որ ուժային կառույցում ուսադրի տակ գտնվող մարդը կարող է չկատարել իր անմիջական ղեկավարի հրամանը։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի հետ, այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումում լրագրողներին հայտնել է նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով բանակցություններն անցել են փոխադարձ համաձայնությամբ եւ ինչպես հայտում են Կրեմլից եղել են բարեկամական եւ կառուցողական։ Քննարկման հիմնական թեման Մերձավոր Արևելքում տիրող լարված իրավիճակն է եղել։ Մոսկվան եւ Պեկինը ընդհանուր կարծիք են հայտնել Իսրայելի գործողությունները հակասում են ՄԱԿ-ի կանոնադրությանը եւ միջազգային իրավունքին։ Երկու կողմերն էլ վստահ են, որ իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաեւ իրանական միջուկային ծրագրի հետ կապված հարցերը պետք է լուծվեն բացառապես խաղաղ, դիվանագիտական ճանապարհով, առանց ուժի կիրառման։ Ուշակովը նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը միահամուռ են գործում Մերձավոր Արևելքում էսկալացիայի հարցում եւ համաձայնեցնում են իրենց դիրքորոշումները։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը Միացյալ Նահանգներից բրիտանական Լեյքենհիթ ավիաբազա են ուղարկել 5-րդ սերնդի F-22-12 կործանիչ, որոնք առաջիկա օրերին պետք է թռչեն Մերձավոր Արևելք։ Այս մասին վկայակոչելով արբանյակային լուսանկարների աղբյուրներն ու տվյալները հայտնել է ամերիկյան The Aviationist պորտալը։ Տվյալների կործանիչներն արդեն գտնվում են Մեծ Բրիտանիայում, 12 F-22 կործանիչները պետք է թռչեն Հորդանանի Մավաֆիկա Սալթի ավիաբազա։ Պորտալը նշում է, որ հունիսի 17-ից 18-ը ԱՄՆ-ը նաև մի քանի միավոր F-35 կործանիչներ է ուղարկել Լեյքենհիթ, ինչպես նաև մի քանի F-16 Իտալիայի ավիանո բազա։ Ռուսաստանի Դաշնությունը զգուշացնում է ԱՄՆ-ին Իրանի եւ Իսրայելի միջև հակամարտությունում ռազմական միջամտությունից։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում կայացած ճեպազրություն փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Նրա խոսքով ԱՄՆ-ի նման քայլը չափազանց վտանգավոր կլինի իրապես անկանխատեսելի բացասական հետևանքներով։ Ինչպես նշել է դիվանագետը, Մոսկվան հույս ունի, որ Իրանի եւ Իսրայելի հետ կապված իրավիճակում կգերակայի այսօր գոյություն ունեցող առկա խնդիրների փոխադարձ ընդունելի բանակցային լուծումներ գտնելու այլընտրանքի բացակայության ըմբռնումը։ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Թեհրանի հերթական հրթիռային հարձակումից հետո հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին չի կարող շարունակել գոյությունը։ Նրա խոսքերը մեջբերել է Sky News-ը։ Խամենեի նման բռնապետը, ով ղեկավարում է Իրանի նման երկիրը եւ իր առաքելությունն է դարձրել ոչնչացնել Իսրայելը, չի կարող շարունակել գոյությունը, ասել է Կացը։ Նրա խոսքով Իսրայելի պաշտպանության բանակն ունի բոլոր անհրաժեշտ հրահանգները եւ գիտի, որ իր բոլոր նպատակներին հասնելու համար այդ անձը չպետք է շարունակի գոյություն ունենալ ոչ մի դեպքում։ Եվրոպական երկրների մեծ մասում հաղթանակել է սարսափելի պոպուլիզմը եւ իշխանության են եկել ոչ կոմպետենտ քաղաքական գործիչներ, որոնք չունեն գործողությունների երկարաժամկետ ծրագիր։ Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում ՌԲԿ-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ըստ նրա, սրանք քաղաքական գործիչներ են, ովքեր չեն կարողանում մտածել իրենց հաջորդ ընտրությունների հորիզոնից այն կողմ, ուստի ապրում են միայն մինչև հաջորդ ընտրություններ։ Իրենց ժողովրդի, նրանց երկրի ճակատագիրը առաջիկա մի քանի տասնամյակների կամ հարյուրամյակների համար կատեգորիաներ են, որոնց մասին մտածում են օրինակ Չինաստանը եւ Ռուսաստանը, բայց եվրոպացիներին այս ամենը չի հետաքրքրում, ասել է Պեսկովը։ Նա հավելել է, որ նման քաղաքականությունը եվրոպական մայրցամաքում տեկտոնական տեղաշարժերի հետևանք է։ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին անհապաղ բանակցություններ վարել։ Այս մասին նա ասել է Սփիֆի շրջանակներում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպմանը։ Հեռարձակումն իրականացվել է Smodrim պորտալով։ Չպետք է ձգձգել, պետք է նստել, բանակցել, ընդգծել է Ռուսաստանի նախագահը, մեկտաբանելով մարտական շփման գծում տիրող իրավիճակը։ Նրա խոսքով հետագա էսկալացիան կանխելու համար անհրաժեշտ է երկխոսություն։ Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլտոնը 50-50 է գնահատել Իսրայելի եւ Իրանի հակամարտությանը Վաշինգտոնի անմիջական միջամտության հնարավորությունը։ Նրա խոսքերը մեջբերում է Der Spiegel-ը։
50-50 Թրամփը կարող է կրկին փորձել կապել իր հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ, բայց նա նաև հասկանում է, որ եթե այս ամենն ավարտվի Իրանում վարչակարգի տապալմամբ, ինչը առնվազն հնարավոր է, դա դարի շրջադարձը կլինի Մերձավոր Արևելքում, կարծիք է հայտնել Բոլտոնը։ Նրա խոսքով ԱՄՆ նախագահը չի կարող հարմարվել այն մտքին, որ դա կարող է տեղի ունենալ առանց իր մասնակցության։ Ջոն Բոլթոնը պնդում է, Դոնալդ Թրամփը միշտ մտահոգված է միայն Դոնալդ Թրամփով։ Մեղրի անցակետում Իրանից եկող մարդկանց հոսքը չի դադարում, այս գիշեր Իրանից Հայաստան են եկել նաև Ռուսաստանի մի խումբ քաղաքացիներ, կադրերում երևում է, թե ինչպես են նրանք նստում ավտոբուս Երևան տեղափոխվելու համար։ Իրանն ավարտել է անօդաչուների կիրառմամբ Իսրայելի դեմ գործողության 6-րդ փուլը, գրում է Թասնիմը։ Իրանի Իսլամական Հանրապետության բանակի ոչնչացող տասնյակ անօդաչու թռչող սարքեր, որոնք համալրված են մարտագլխիկներով, արձակվել են Իսրայելի ուղղությամբ եւ ծանր վնաս հասցրել թիրախներին, ասվում է հաղորդագրության մեջ։ Իրանի բնակիչները տեսագրել են թռիչքի անսովոր հետագծով հրթիռ, որն իրանցի զինվորականները արձակել են Իսրայելի ուղղությամբ, հայտում է RT Telegram ալիքը Ֆարս լրատվական գործակալության փոխանցմամբ, սա նոր սերնդի հրթիռի արձակումն է։ Իսրայելը կարող է հատուկ ստորաբաժանումների գործողություն իրականացնել Ֆորդոյի իրանական միջուկային օբյեկտում, եթե ԱՄՆ-ն հրաժարվի հարված հասցնել դրան, այս մասին հայտում է Axios պորտալը վկայակոչելով իսրայելական եւ ամերիկյան ղեկավարության աղբյուրները։ Իսրայելը պնդում է, որ կարող է զգալի վնաս հասցնել օբյեկտին, նույնիսկ միայնակ տարբերակներից մեկը դիտարկվում է հատուկ ջոկատայինների արշավան, գրում է պարբերականը։ Աղբյուրների տվյալներով Թել Ավիվն ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ վարչակազմին, որ ռմբակոծությունների այլընտրանքը կարող է լինել ցամաքային գործողությունը։ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Յոհան Վադեֆուլը բաց է անվանել Ուկրաինային հեռահար Թորոս հրթիռների մատակարարման հարցը։ Նա ընդգծել է, որ մտադիր չէ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հայտնել, թե ինչ է անում Բերլինից։ Մոսկվան պետք է պատրաստ լինի, որ Գերմանիա կաջակցի Ուկրաինային, ասել է քաղաքական գործիչը։ Ուկրաինան կարող է հույսը դնել Գերմանիայի վրա։ Մենք նրան կդնենք այնպիսի դիրքում, թե ռազմական, թե տնտեսական, որպեսզի նա չպարտվի այս պատերազմում, որպեսզի կարողանա հաղթել եւ պաշտպանել իր տարածքն այնպես, որ կարողանա մտնել խելամիտ բանակցային գործընթացի մեջ, ասել է Վադեֆուլը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ չի ցանկանում միջամտել Իսրայելի եւ Իրանի հակամարտությանը։ Թղթակիցներից մեկը երկրի ղեկավարին հարցրել է, թե ինչ է ուզում ասել ամերիկացիներին, ովքեր չեն ցանկանում, որ իրենց երկիրը նորից պատերազմի մեջ մտնի։ Ես էլ չեմ ուզում միջամտել, բայց արդեն 20 տարի, գուցե ավելի շատ, ես ասում եմ, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, պատասխանել է Թրամփը։ Նա հավելել է, որ Իրանի պաշտոնյաները ցանկանում են գնալ Վաշինգտոն քննարկելու հնարավոր բանակցությունները, սակայն Թրամփի խոսքով հանդիպման ժամանակն անցել է, առաջնորդը նշել է, որ ինքը գաղափարներ ունի, թե ինչ անել։ Ես սիրում եմ վերջնական որոշում կայացնել այն ընդունելուց վայրկյաններ առաջ, քանի որ ամեն ինչ փոխվում է հատկապես պատերազմի ժամանակ, ամեն ինչ կարող է մի ծայրահեղությունից մյուսը գնալ, եզրափակել է Թրամփը։ Ուկրաինան պետք է հասկանա, որ իրավիճակը փոխվել է հատուկ ռազմական գործողության մեկնարկից հետո եւ ընդունել ներկա իրողությունները։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը SPIF 2025-ի շրջանակում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Ուկրաինան անշուշտ պետք է հասկանա, որ իրավիճակը փոխվել է 3 տարի առաջվա համեմատությամբ։ Ուկրաինան պետք է հասկանա իրողությունները եւ ընդունի դրանք, ասել է Կրեմլի խոսնակը։ Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես։ Դժվար է հավատալ, բայց հենց այս խոսքերով է Հայաստանի Հանրապետության վարչապետը մայիսի վերջին սկսել աննախադեպ արշավ եկեղեցու ղեկավարության դեմ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն ու հայ առաքելական եկեղեցին երբեք դաշնակիցներ չեն եղել։ Վարչապետը քննադատել է եկեղեցու հիերարխիան նախորդ կառավարության հետ ունեցած կապերի համար, որը նա անվանել է հանցավոր ռեժիմ։ Եկեղեցին մինչդեռ կասկածանքով էր նայում նրա երիտասարդ թիմին, որն աշխատում էր արևմտամետ հասարակական կազմակերպություններում աշխատելու փորձով։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում կրած պարտությունից հետո ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II կոչ արեց Փաշինյանին հրաժարական տալ եւ հարաբերությունները վերջնականապես վատթարացան, բայց աշխարհիկ եւ հոգեվոր իշխանությունները սովորեցին գոյակցել եւ ինչ որ կերպ հարմարվել միմյանց մինչեւ անցյալ շաբաթ, երբ վարչապետը կաթողիկոսին կոչ արեց հրաժարական տալ։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հայ առաքելական եկեղեցուն, որին դավանում է հայերի մեծամասնությունը, ավելի շատ են վստահում, քան կառավարությանը։ Այժմ Փաշինյանի եւ կաթողիկոսի հակամարտությունը սպառնում է ել ավելի պառակտել հայ հասարակությանը, ազդել հաջորդ տարի կայանալիք ընտրությունների ելքի վրա եւ բացասաբար անդրադառնալ Ադրբեջանի հետ խաղաղ բանակցությունների վրա, ինչը կանրադառնա ողջ տարածաշրջանի վրա, գրում է BBC-ն։ Իրանը մոտ 2 տասնյակ մարդ է ձերբակալել, ովքեր կասկածվում են իսրայելական անօդաչու թռչող սարքերի հավաքման մեջ, հաղորդում է իրանական Մեհեր գործակալությունը։ Ըստ տեղեկությունների 18 իսրայելական գործակալներ ձերբակալվել են արևելյան Մաշհադ քաղաքում։ Նրանք գաղտնի աշխատում էին Իսրայելի համար հետախուզական եւ հարձակողական անօդաչու սարքերի նախագծման համար։ Հունիսի 19-ին Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցնում Իրանի մայրաքաղաքին եւ Իսլամական Հանրապետության այլ շրջաններին։ Հունիսի 18-ին Իրանի ոստիկանությունը հաստատել է, որ Իսրայելը հարվածել է Թեհրանում գտնվող իր շտաբին։ Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարներ Յոհան Վադեֆուլը, Ժան-Նոել Բարոն եւ Դեյվիդ Լամին միջուկային հարցերի շուրջ բանակցություններ կվարեն Իրանի արտգործ նախարար Աբբաս Արաղչիի հետ։ Հանդիպումը տեղի կունենա Ժնևում ուրբաթ օրը հունիսի 20-ին, հայտնում է Reuters-ը։ Բանակցություններին կմասնակցի Եվրամիության արտաքին գործերի նախարար Կալասը։ Բանակցությունները կսկսվեն Գերմանիայի հյուպատոսությունում եվրոպացի նախարարների հանդիպումով։ Դրան կհաջորդեն իրանական կողմի հետ համատեղ խորհրդակցությունները։ Նախարարները նախ կհանդիպեն Եվրամիության արտաքին գործերի նախարարի հետ, ապա համատեղ հանդիպում կանցկացնեն Իրանի արտաքին գործերի նախարարի հետ, հայտնում է գործակալությունը։ Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ հրեական պետության ռազմաօդային ուժերը ներկայումս մի շարք հարվածներ են հասցնում Իրանի մայրաքաղաքին եւ հանրապետության այլ շրջաններին։ Այս մասին հայտում է գերատեսչության Telegram ալիքը։ Գերատեսչության հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշվում։ Եվրամիությունը հաստատել է պաշտպանական նախագծերի ֆինանսավորման 1.5 միլիարդ եվրոյի ծրագիրը, այս մասին հայտում է Reuters գործակալությունը, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Աղբյուրի համաձայն բաղադրիչների առնվազն 65%-ը պետք է ձեռք բերել Եվրամիությունից կամ գործընկեր երկրներից։ Բացառություններ են նախատեսված կրիտիկական տեխնոլոգիաների համար։ Վերջնական հաստատումը սպասվում է երկուշաբթի։ Համաձայնությունը ձեռք է բերվել չնայած սահմանափակումների վերաբերյալ քննադատություններին։ Որոշ երկրներ դժգոհում են, որ եվրոպական կանոնները չափազանց խիստ են, ասվում է հայտարարության մեջ։ Հիմնադրամը լինելու է վերազինման ծրագրի առաջին փուլը, պաշտոնյաներն այդ գումարն անվանում են համեստ, սակայն չեն բացառում լրացուցիչ ֆինանսավորումը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մասսավոր կերպով հաստատել է Իրանի վրա հարձակվելու ծրագրերը, գրում է The Wall Street Journal-ը։ Հրատարակության տվյալներով դա տեղի ունեցել երեքշաբթին հունիսի 17-ի երեկոյան, երբ քաղաքական գործիչը զրուցել է իրավակ օգնականների հետ։ Պետության ղեկավարը բացատրել է, որ ինքը հետաձգում է վերջնական հրամանը տեսնելուն, թե արդյոք Իրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից։ Հունիսի 18-ի երեկոյան լրագրողների զրույցում ամերիկացի առաջնորդն ասել է, որ չի ցանկանում միջամտել Մերձավոր Արևելքի հակամարտությանը, սակայն Իսլամական Հանրապետությունը չի կարող միջուկային զենք ունենալ։ Նրա խոսքով Իրանի պաշտոնյաները ցանկանում են գնալ Վաշինգտոն քննարկելու հնարավոր բանակցությունները, սակայն հանդիպման ժամանակ անցել է։ Միաժամանակ առաջնորդը նշել է, որ Իրան ելիքի մասին պատկերացումներ ունի։ Մոսկվան Վաշինգտոնից նոր առաջարկներ է սպասում ռուս-ամերիկյան հարաբերություններում խնդրահարույց հարցերի շուրջ խորհրդությունը շարունակելու համար։ Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա տեղեկացրել է, որ երկու երկրների միջև գործում է այսպես կոչված խոցելի հարցերի շուրջ խորհրդակցությունների մեխանիզմ։ Նրա խոսքով արդեն կայացել է բանակցությունների երկու փուլ, իսկ երրորդը նախատեսված էր, սակայն Միացյալ Նահանգներն հայտնել էր, որ չի կարող մասնակցել քննարկումներին ավելի վաղ համաձայնեցված ժամկետներում։ Այժմ, ինչպես նշել է Զախարովան, շարունակվում են շփումները եւ Մոսկվան ամերիկյան կողմից հանդիպման նոր ժամկետներ է ակնկալում։ Դիվանագետը նաեւ հիշեցրել է, որ փոխգործակցությունը շարունակվում է նաեւ այլ ուղիներով, դեսպանությունների միջոցով, ինչպես նաեւ պետությունների ղեկավարների եւ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների միջև հեռախոսային բանակցությունների միջոցով։
Հունիսի 20-ին Թուրքիայում Նիկոլ Փաշինյան Իլհամ Ալիև հանդիպում նախատեսված չէ։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է վարչապետի մամուլի խոսնակը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի այդ երկրի նախագահի հրավերով։ Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության պետ Ֆահրեթին Ալթունը հայտարարել էր, որ Ռեջեփ Էրդողանը Նիկոլ Փաշինյանին կընդունի Ստամբուլում։ Էրդողանի հրավերով այսօր Ստամբուլում է գտնվում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Կոտրել են ազգային ժողովի Հայաստան խմբակցության падգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենայի դիմապակին եւ հայելիները։ Այս մասին ահազանգել է Գառնիկ Դանիելյանը։ Նախնական զննությամբ ավտոմեքենայից գողություն չի կատարվել։ Այս արարքի նպատակների մասին այս պահին միայն կարող եմ ենթադրություններ անել։ Տեղի ունեցածի մասին տեղեկացրել եմ իրավապահ մարմիններին։ Ակնկալում եմ արագ արձագանք եւ մեղավորներին անհապաղ հայտնաբերում, նշել է Դանիելյանը։ ՆԱՏՕ-ի առաջիկա գագաթնաժողովը Հաագայում հունիսի 24-ից 25-ը տեղի կունենա շատ սերմ ձևաչափով, որտեղ նախատեսված է ընդամենը մեկ հանդիպում 2.5 ժամ տևողությամբ։ Ինչպես գրում է The Times-ը, ծրագիրը հարմարեցված է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հաղորդակցման ոճին, ով երկար դիվանագիտական հանդիպումներ չի սիրում։ Ինչպես հետևում է տեքստից, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը կլինի հնարավորինս կարճ եւ կենտրոնացված գլխավոր թեմայի ռազմական դաշինքի երկրների շրջանում պաշտպանական ծախսերի ավելացման վրա։ Թերթի տեղեկություններով Հաագայում հանդիպման ձևաչափը զգալիորեն փոխվել է, որպեսզի համապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի հաղորդակցման ոճին։ Գագաթնաժողովը կազմակերպող պաշտոնյաներն ու դիվանագետները հույս ունեն դասեր քաղել մեծյոթնյակի այս տարվա գագաթնաժողովից, երբ Թրամփը ժամանակից շուտ լքեց միջոցառումը, իսկ հետո քննադատեց այլ երկրների առաջնորդներին սոցիալական ցանցերում, գրում է The Times-ը։ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտը կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու եւ ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրելը։ Ըստ ՌԻԱ Նովոստիի նման հայտարարություն է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Իրանի ստորգետնյա գործարանները գոյություն ունեն, դրանց ոչինչ չի պատահել, հավելել է նա։ Պուտինը կարծում է, որ կարելի է գտնել լուծում, որը կապահովի եւ Իրանի եւ Իսրայելի շահերը։ Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում եւ վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանի եւ Թել Ավիվինն է, շեշտել է Պուտինը։ Ճիշտ կլիներ, որ բոլորը ռազմական գործողությունները դադարեցնելու ուղիներ փնտրեին եւ այս հակամարտության բոլոր մասնակիցների համար միմյանց հետ համաձայնության գալու եղանակներ գտնել, ընդգծել է Ռուսաստանի նախագահը։ Իրանը նախազգուշացում է հրապարակել իսրայելական Հայաֆի բնակիչներին, պահանջելով լքել վտանգավոր տարածքը, այս մասին հայտնել է SNN հեռուստաալիքը։ Հեռուստաալիքը նշել է իսրայելական քաղաքային շրջանը, որտեղի բնակիչներին խնդրում են լքել իրենց կյանքը փրկելու համար։ Ադրբեջանի լրատվամիջոցների զարգացման գործակալությունը դատապարտել է ռուսաստանցի լրագրող Վլադիմիր Սոլովյովին հակաադրբեջանական հայտարարությունների համար, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Պատճառը Սոլովյովի Արցախ արտահայտության օգտագործումն էր։ Լրագրողին մեղադրել են բացահայտ թշնամանք ցուցաբերելու մեջ։ Նրա հայտարարությունները հակասում են Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը եւ ադրբեջանա-ռուսական հարաբերությունների ոգուն, ասված է հայտարարության մեջ։ Թուրքական դիվանագիտական աղբյուրները հայտնում են, որ ամեն ինչ պատրաստ է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջև նոր բանակցությունների փուլին եւ դրանք կարող են կայանալ մոտ օրերս։ Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ Թուրքիան ակնկալում է, որ շուտով հնարավոր կլինի անցկացնել հերթական փուլը տարածաշրջանային հակամարտության կարգավորման նպատակով։ Իսրայելում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Մայք Հաքաբին հայտարարել է Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիների տարհանման մասին, թեպետ նախապես դեսպանությունը հայտարարել էր նման հնարավորության բացակայության մասին։ Շտապ իրազեկում Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիներին, որոնք ցանկանում են լքել Իսրայելը։ Իսրայելում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանությունն աշխատում է տարհանման չվերթների եւ զբոսանավեր ճանապարհելու ուղղությամբ։ Դրա համար անհրաժեշտ է գրանցվել Smart Travel Enrollment Program-ում։ Ձեզ համապատասխան ծանուցում կգա, X-ի իր միկրոբլոգում նշել է դեսպանը։ Անհետ կորած զինվորների հարազատները գիշերն անցկացրել են Բաղրամյան պողոտայում, այն այսօր էլ երկկողմանի փակ է։ Նրանք հանդիպում են պահանջում ազգային անվտանգության ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Սիմոնյանի հետ։ Նրանք պահանջում են չեղարկել ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի պաշտոնից ազատելու մասին որոշումը, որին ազատել էր Նիկոլ Փաշինյանը։ Նրանք նշում են, որ իրենց հարցով գործերով հենց Արմեն Աբազյանն էր զբաղվում եւ մտավախություն ունեն, որ նրան պաշտոնից հեռացնել նշանակում է փակել անհետ կորածների գործերը։
Իրան-Իսրայել հակամարտությունը առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է։ Ազգային ժողովում կառավարության հարցուպատասխանի ժամանակ ասել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա տեղեկացրել է, որ կառավարությունն այս իրավիճակում չի կենտրոնանում միայն Իրանում գտնվող հայերի վրա, նաև պատրաստ է աջակցել այլ պետությունների քաղաքացիների տարհանման գործընթացին։ Քանի որ խոսքը հումանիտար հարցի մասին է, մենք մասնակցում ենք նաև այլ երկրների քաղաքացիների տարհանման կամ ապաստան տալու գործընթացին։ Օրինակ, օգնել ենք Հնդկաստանի ուսանողների խմբին անցնել Հայաստանի Հանրապետության սահմանը եւ վերադառնալ իրենց հայրենիք։ Նման աջակցություն ստացել են նաեւ Զիմբաբվեի, Չինաստանի, Ֆրանսիայի եւ Միացյալ Նահանգի քաղաքացիները։ Այս գործընթացը շարունակական է եւ ինչպես կարող են գնահատել առաջիկա օրերին, միայն ծավալները կավելանան, ասել է Միրզոյանը։ SpaceX Starship հրթիռը պայթել է փորձական թռիչքի ժամանակ, CNBC տվյալներով հրթիռի առաջին աստիճանի պայթյունից հետո երկրորդ աստիճանից վառելիքի արտահոսք է սկսվել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ Թեհրանը մարտական գործողությունների ընթացքում առաջին անգամ արձակել է Սաջիլ երկաստիճան միջին հեռահարության 2000 կիլոմետր բալիստիկ հրթիռ, հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ Իրանը Իսրայելի ուղղությամբ արձակել է 3 նմանատիպ հրթիռ։ Իսկ այժմ սպորտի մասին Ռեալը հնարավորություն է ունեցել ձեռք բերելու Սպորտինգի հարձակվող Վիկտոր Գյոկերեշի տրանսֆերային իրավունքը, հայտնում է The Athletic-ը։ Շվեդ հարձակվողի գործակալներն Ռեալին առաջարկել են ձեռք բերել Գյոկերեշի տրանսֆերային իրավունքը, սակայն պայմանով, որ նա թիմում առաջնային դեր ունենա։ Ռեալի նոր գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել կենտրոնական հարձակվողի, որը կհամարվի պայեստային ֆուտբոլիստի կարգավիճակին Մադրիդում պատրաստ չեն մեծ գումար վճարել այնպիսի ֆուտբոլիստի համար, որին չեն նախատեսում շատ խաղաժամանակ տրամադրել։ Ավարտին է հասցվել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում Հայաստանի Հանրապետության դեսպանության նոր շենքի գնման գործընթացը։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը։ Ձեռք է բերվել Բելգիայի գործարանների միության նախկին շենքը, որը կառուցվել է 1866-1870 թվականներին եւ չափազանց մոտ է գտնվում Եվրոպական հանձնաժողովին, Եվրոպական խորհրդարանին եւ այլ պետական կառույցների։ Շրջակայքում են գտնվում բազմաթիվ այլ դեսպանություններ։ Շենքի արժեքը կազմել է 4.3 միլիոն եվրո, հայտնել է նա։ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի իշխանությունների կողմից գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումներին, հիշեցնելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի 2018 թվականի կոչերը։ Այս մասին հայտնել է NTV-ն։ Զախարովայի խոսքով 7 տարի առաջ բողոքի ցույցերի ժամանակ Փաշինյանը երկրի իշխանություններին կոչ էր արել հանձնվել ցուցարարներին։ Կցանկանայի մեջբերել Նիկոլ Փաշինյանի 2018 թվականին Երևանում կայացած հանրահավաքի ժամանակ ասված խոսքերը. «Իշխանությունները պետք է անվերապահորեն եւ առանց պայմանների ճանաչեն մեր հեղափոխության հաղթանակը եւ չցուցաբերեն իշխանության ղեկին մնալու որևէ ցանկություն», ասել է Զախարովան։ Դիվանագետը նշել է նաեւ, որ չորեքշաբթի Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների աշխատակիցները մեղադրանք են առաջադրել Սամվել Կարապետյանին իշխանությունը զավթելու կոչերի համար։ Հիմա մենք լսում ենք, թե ինչպես են Երևանում ըստ Կարապետյանի փաստաբանի սկսել մեղադրել ռուսաստանցի գործարարին իշխանապողության ինչ-որ կոչերի համար։ Ես պարզապես մեջբերել եմ Հայաստանի Հանրապետության ղեկավարին, հավելել է Զախարովան։ Ռուսաստանի քաղաքացիները կարող են ցամաքային ճանապարհով Իրանից դուրս գալ Հայաստանի տարածքով, տեղեկացրել է Երևանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը, գրում է ՏԱՍՍ-ը։ Հայտնում ենք Իրանա-հայկական սահմանին նոր դուս կամ ագարակ սահմանային անցումով ցամաքային ճանապարհով Իրանից Հայաստան Ռուսաստանի քաղաքացիների մեկնելու լրացուցիչ տարբերակների մասին, ասված է հաղորդագրության մեջ։ Դեսպանատանը հավելել են, որ Իրանի եւ Հայաստանի միջև սահմանը Ռուսաստանի քաղաքացիների համար բաց է։ Անցումն ազատ է, վավեր արտասահմանյան կամ ներքին անձնագրերով նախնական ծանուցումներ չեն պահանջվում։ Եղանակը առաջիկա օրերին Հանրապետության տարածքում հունիսի 19-ից 3-ը 20-ին 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 21-ից 23-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 19-ից 3-ը 20-ից 21-ին աստիճանաբար կբարձրանա 4-ից 6 աստիճանով։